Ուզեմ ես այս շնորհավորել նոր տարին եւ մեր փրկին ծնունդը թող այս տարի Տերոջ օրհնությունը հանգչի մեր բոլորին վրա։ Աստուծո խոսքեն Եսայա 9-րդ գլուխեն մեզի ծանոթ հատվածը պիտի գարտամ եւ նաեւ Մատթեոսի առաջին գլուխեն հատվածը պիտի գարտամ։ Ուրեմն Եսայա 9:6 գսե վասնզի մեզի մանուկ մծնավ, մեզի որդի մդրվեցավ եւ իշխանությունը անոր ուսին վրա պիտի ըլլա եւ անոր անունը պիտի գոչվի սկանչելի խորհրդագից հզոր ասված հավիտենականության հայր խաղաղության իշխան։ Հատվածն ալ որ պիտի գարտա Մատթեոսի առաջին գլուխեն 21-20-րդ համարն է, ուր հրեշտակը Մարիամի գահիտնվի եւ գսե որդիմը պիտի ծնանի ու անոր անունը Հիսուս տնես, քանզի անդիգա իր ժողովուրդը իրենց մեղքերեն պիտի փրկե։ Եվ այս ամենը եղավ որպեսզի կատարվի Տերոջմեն ըսվածը մարգարեին ցերքով, որ գսե ահա գույսը պիտի հղանա ու որդի պիտի ծնանի եւ անոր անունը Էմանուել պիտի գոչեն, որ գթարգմանվի Աստված մեզի հետ։ Մեր նույնտենալ այս պիտելլա։ Միլիոնավոր մարդիկ անցնող օրերու մեջ Քրիստոսի ծնունդը տոնեցին եւ մենք ալ փախտավոր ենք, պաշտոնապես երկու անգամ կդոնենք 25-ին եւ 6-ին։ Եթե ուրիշ թվական լար այդ ալ պիտի դոնենք։ Հիսուսը շատ կսիրենք։ Մեր թագավորն է, մեր փրկիչն է։ Ամեն օր կհիշենք զինք, անոր հետ կքալենք։ Բայց այս օրերուն ավելի պաշտոնապես կդոնենք։ Եվ մարդիկ ուրախ էին շուկաներու մեջ մեծ շարժում մգար, ամեն մարդ ոտքի վրա էր, ինչպես անոնք որոնք գիտեն 1804-ին Ֆրանսիայի ժողովուրդը մեծ ուրախության մեջ էր, որովհետև Ֆրանսիայի այդ զորավարին ասենք մեծ Նապոլեոնի արուզավակ մծնած էր, շուկաներ կոծվեցան, թրոշակներ ծածանելու սկսան, մարդիկ շատ ուրախ էին, որպես քրիստոնյաներ մեր ուրախությունն անպատմելի է, որովհետև գիտակցությամբ կդոնենք, գիտենք, որ մեր փրկիչն է, չեն գսեր միայն Հիսուս բոլոր աշխարհի փրկիչն է, հապա մեր փրկիչն է, այնպես որ մենք ալ գույս Մարիամին հետ կսենք, իմ անձս կմեծարե Տերը եւ իմ հոգիս ուրախացավ իմ փրկիչ Աստուծովս։ Մարդուն պետք է Նապոլեոնը չէ, ոչ ալ Լենինը, ոչ ալ մեծն Ալեքսանդրը, ասոնք չեն գնար փրկիչը լալ, ոչ ալ գրոնքի առաջնորդիմը։ Մարդուն պետք է փրկիչիմը, իրական փրկիչիմն է պետք է, եւ այդ փրկիչը միայն Տեր Հիսուս Քրիստոս է։ Չեմ գիտեր, քանիներ հարցուցած են, եթե Հիսուսը աշխարհ չկար փրկիչը, մարդոց վիճակը ինչ պիտի լար արդյոք։ Գիտենք, որ Քրիստոսի ծնունդն էր, որ աշխարհի պատմությունը փոխեց եւ երկու շրջաններու բաժնեց Քրիստոսի առաջ եւ Քրիստոսի հետ։ Եթե Քրիստոս ծնած չլար, շնորհքի ժամանակաշրջանը պիտի չտեսնեինք երբեք։ Եթե Քրիստոս ծնած չլար, ինչ բարեգործական մարդուն համար լավ բաներ կան, հաստատություններ կան, անոնք պիտի չլային միսիոնարական հաստատություններ, թե մարդոց հոգիներուն
համար աշխատող կործող, թե անոց ֆիզիկական, նյութական մարմինին համար։ Այնպես որ եթե Քրիստոս ծնած չլար, հեթանոսներ ավետարանը պիտի չլսեին, եւ մարդիկ գրաբաշխության մեջ թաղված պիտի մնային, պիտի չլային թբրոցներ, թարմանադուներ, բարեգործական հաստատություններ, շարքը շատ երկար է, պիտի չլային։ Այս բոլորը քրիստոնեության բդուղն են, որտեղ Հիսուս փրկիչը աշխարհ եկավ։ Քրիստոսի քալը հեղաշրջեց մարդկային պատմությունը, այլապես մարդիկ խավարի մեջ պիտի մնային, մտքի գուրության և դքիդության մեջ, ուստի հավիդյան գործված։ Գարտացված հատվածներու մեջ Քրիստոսի ծնունդը Եսայի մարգարեության մեջ մարգարեացված մեզի կներկայացվի։ Մարգարեն ծնող փրկին հատկությունները գիշե։ Եվ այս հատկությունները ստորոքելիները աստվածային են, մարդկային չեն։ Միայն Աստված այսպեսի ստորոքելիներ ունի։ Եվ Մատթեոս ավետարանիչն գսե հոս, երբ որ հայտնվեցավ Մարիամին, գսե անոր անունը Ագույսը պիտի հեղանա ու որդի պիտի ծնանի եւ անունը Էմմանուել պիտի գոչես։ Եվ այս առավոտ Փափակսը ծնող փրկին հատկությունները մեր խորհրդածությունը դարձնել, որբեսի անգամ եւս մեր հոգիները ցնցվին ուրախանան եւ անոնք որոնք դակավին հասկացած չեն, հասկանան թե ով է Հիսուս։ Հիսուս ուրիշ մեկը չէր, եթե ոչ մարմնացյալ Աստված, Աստված մեզի հետ։ Հիսուս եզակի անձ է, իր տեսակի մեջ, եւ սկանչելի, ան Աստված էր, որ հայտնվեցավ, ինչպես կսե Պողոս առաքյալ, հայտնաբես մեծ է աստվածպաշտության խորհուրդը, Աստված մարմինով հայտնվեցավ։ Եվ ուրիշ տեղ մգսե Հիսուսի համար, որան աներևույթ Աստուծո պատկերն է, գրնակ երևակայել, ով որ Հիսուսի տեսավ այդ ժամանակաշրջանի ֆիզիկապես, զասված տեսավ, անոր պատկերն էր, աստվածության բոլոր լեցունությունը անոր մեջ կփնագի։ Պատմության մեջ միակ անձն էր, որը սավ, ես ու հայրը մեկ ենք, ան որ զիս տեսավ, հայրը տեսավ։ Հետևաբար ծնող փրկիչը ուրիշ մեկը չէր, եթե ոչ մարմնացյալ Աստված։ Մեղավորին փրկիչը Աստված ինքը, չի գրնար ուրիշ մեկը ըլլալ։ Անոր համար Աստված ինք մարմին հակավ, ոչ մարգարե է, ոչ Աբրահամն է, ոչ Ադամն է, ոչ Մովսեսն է, ոչ մեկ սուրբ մարդ է, չի գրնար, Աստված պետք է ըլլա։ Անոր համար Աստված հոժարեցավ մարմին հակնել։ Մարդը մարդուն չի գրնար փրկել։ Եթե գարենար փրկել, Հիսուս աշխարհ չէր կար։ Այնպես որ հրեշտակին գոմե դրված պատկամանալ հստակ էր, անոր անունը Հիսուս տնես։ Իսկ Եսայի մարգարեն գսե, ու անոր անունը պիտի գոչվի սկանչելի։ Ասիկա մեկ կոց գիտենք, սակայն այս առավոտ կուզեմ գետրոնանալ, սկանչելի։ Հիսուս իր ծնունդով սկանչելի է, իր ծնունդով, իր կյանքով սկանչելի է, իր վարդապետությունով սկանչելի է։ Օրմը փարիսեցիներուն քերակույն ադյանը վերի խավը իրեդ ծարաները հրգեցին, որ Հիսուսին փրնեն եւ փերեն։ Վերադարձան, ուր է, չփերիկ, մենք ցեզին չամար հրգեցինք։ Եվ անոնք գիտեք ինչ ասին։
երբեք մեկը այդ մարդուն պես խոսած չէ։ Կացին, որ բռնեն, հրանքը այդ էր, բայց այնպեսի խոսքեր լսեցին, զարմացան, ապշեցան և ետ վերադարձան։ Այո, անոր խոսքերու մեջ հոգի և կյանք կա։ Անոր մահը նույնիսկ սքանչելի է։ Գիտեր երբ պիտի մեռներ, որ օրը, որ ժամը, ամեն բան գիտեր, և սքանչելի եղավ փաստելով խաչին վրա նույնիսկ մարդ փրկեց, մեղավոր փրկեց։ Հիսուսի մահը սքանչելի է, որևէ մեկը իր մահվան աստիճանին այսպես ուրիշներով հետաքրքրված մեղավոր ավազակը դեր հիշեզի սսավ փրկեց անորալ այսօր ինձ է տրախտի մեջ պիտի լաս։ Այո, Հիսուսի մահնալ սքանչելի է։ Երկրորդը, որ Եսայ մարգարեն կնկարագրե, խորհրդագից գսե։ Հիսուս իր խորհուրդովը գարաչնորդ է և իր քահապարը մեզի հետ կբաժնեկցի, իրավ սքանչելի է, բայց հարցը մարդը ժամանակ չդար անոր հետ։ Մեզ ուրախ կբահե այս, երբ կունենանք գիտակցությունը, որ ան մեր խորհրդադուն է, խորհրդադու ըլլալը գհոժարի, այսպեսի փրկիչ ունենք, խորհրդադուն է, մեզ մասնագից և կործագից կդարձնե իր ծրագիրներուն մեջ, այս է մեր փրկիչը, անորամար ամեն օր, անոր հանձնվելով գաբրինք, Աստված Քրիստոսով մեզի կմոտենա և իր սքանչելի ծրագիրները հարաճ կտանի կործելով կամ կործածելով մարդու մեջ և կործածելով մարդը սքանչելի է։ Ինգած մարդը նախ կվերցնե, ետքը ընդիր անոթիմը կվերածե, դարսոնցի Սողոս հյուրավորներու մեջ օրինակ մնե։ Ով էր Սողոս և ինչ եղավ։ Այո, Հիսուս խորհրդագից է։ Նաև հզոր Աստված։ Հզոր Աստված։ Այո, Մսուրին մեջ բարգող մանուկը միևնույն ադեն ամեն բան կկառավարեր, միևնույն ադեն։ Հզոր Աստված է։ Առաքյալը Քրիստոսի ակնարկելով գսե, որ Աստուծո փարած լույսն է և իր էության փում պատկերը, որ իր զորության խոսքովը ամեն բան կբռնե։ Եբրայեցիս 1:3 խոսքով կբռնե, խոսքով։ Հիսուս հզոր Աստված է իր ստեղծագործության մեջ։ Աշխարհ անով խոսքով հաստատվեցավ ու աներևույթ բաները այս երևցածները եղան, գսե Եբրայեցոս թուղթին հեղինակը։ Հիսուս հզոր է իր գադարած փրկագործության մեջ։ Փրկագործությունը ամբողջանալու համար պետք է լուր գնար Հիսուս։ Ասիկա որևէ մեկը չի կրտարնել։ Այո, հզոր Աստված է, լուր գեցավ և փրկագործությունը ամբողջացուց։ Քեզի և ինձ բամը չթողեց, որ ընենք։ Հզոր Աստված է։ Հիսուսի գադարած հրաշները ցույց կտան, թե ան հզոր Աստված է։ Այո, անդամալույցի նսավ, ոտքել, մայջը դարու կալե, ձովը, որ ալեգոցության մեջ էր, թաթարի էսավ և գեցավ։ Մերելին թբավ, թակաղին, թակաղը գեցուց և խոսք ասավ։ Մերնող բադանին հարություն արնել տվավ։ Հիսուս հզոր է իր խոսքերու մեջ։ Ով բադանի, քեզի գսեմ ելիր, ու մերելը ելավ և նստավ։ 4 օրվան մերելը իր արնովը գանչեց, Ղազարոս դուրս ելիր։ Այո, Հիսուս իր խոսքերու մեջ
հզոր է, սկանչելի է։ Հիսուս նաև հզոր է իր խոստումներուն մեջ։ Երբ որ ան գխոստանա անպայման պիտի ընե։ Ոչ մեկ արգելք կրնա անոր արգելք մլան հանդիսանալ։ Ոչ մեկ։ Բացի մեղքեն։ Այո, Հիսուս հզոր է իր խոստումներու մեջ։ Ոչ թե միայն խոստում գուտա, հապա այդ խոստումը գադարելու զորություն ունի։ Հարցը խոստում դալ չէ, գգադարե, այնպես որ կյանքի ելևէջներուդ մեջ, նույնիսկ հոգևորապես երբ կդգարանաս, վստահ է անոր խոստումին։ Ան պիտի օրհնե քեզի, ծրագիր ունի քեզի համար, վստահ է, միայն վստահ է, որովհետև ան բոլոր բաները բարի գործագից դարձնելու զորություն ունի, ոչ թե միայն գսե, հապա գնե։ Չկասկածիք սիրելներ դերոջը խոստումներուն եւ հոգերու դակ ընջված չաբրինք։ Ան հզոր է իր խոստումներու մեջ եւ օրինակներով շատ խոսեցավ։ Նայեցեք Թաշտի Շուշաններուն ըսավ։ Ինչպես ոչ կցանեն, ոչ կհնցեն, ոչ ով գչրե, անցրևը, լերները, դարվան 4 եղանակները, ով գղրգե, իր խոսքով ամեն բան գգենա։ Այո, ան հզոր է իր խոստումներուն մեջ։ Չորրորդ, որ գարտացինք մարգարեության մեջ, հավիդենական հայր։ Այս բարեն անուշ բար չգա, հայր։ Հայր բարը հավատացյալին ագանչներուն անուշ գհնչե։ Ոչ ժամանակավոր, այն հավիդենական հայր։ Հավիդենական հայրը սա մարգարեն եւ այդպես է շարունակ մեր հայրն է։ Ահա ես ցեզի հետ եմ հիմա որպես հայր եւ աշխարհից մինչեւ վերջը։ Պողոս առաքյալ եկեղեցին հափշտակության ակնարկելով գսե. Պիտի հափշտակվենք ամբերով դերոջ առջև ելնելու օդի մեջ եւ այնպես հավիդյան դերոջ հետ պիտի լանք։ Հավիդյան մեր հարաբերությունը Աստուծո հետ որպես որդի հայր հարաբերություն հոսքե գսկսի եւ հավիդյան գմնա։ Երկինք երթանք հոնալ պիտի բաշտենք մեր դերը, մեր շնորհակալությունները պիտի հայտնենք, պիտի տեսնենք Հիսուսի ցերկերը, որ ձակված է գողը եւ շարունակ շնորհակալություն պիտի հայտնենք։ Եվ մեր բոլոր թակերը, զոր մեր գլուխին վրա պիտի տնե, անոր պիտի դանք, հոն, ուրախությամբ, հոժարությամբ եւ պիտի ասենք արժանի ես ով դերթուն, փառքի պաշտամունքի։ Հիսուս հավիդենական հայր է, այդպես գարտացինք։ Սկանչելի, խորհրդագից, հզոր Աստված հավիդենականության հայր։ Եհովայի գարձեցյալ վկաները երևի համարները եւ այսօր նման համարներ չեն ուզեր հասկանալ։ Այս մարգարեությունը Հիսուսի համար է։ Եվ ոս հավիդենական հայր գսե, հզոր Աստված գսե։ Ոչ ստեղծված մնե, առաջին ստեղծվածն է։ Հայր Աստված, հզոր Աստված գսե, հավիդենականության հայր։ Իսկ 5-րդը գսե խաղաղության իշխան։ Հիսուսի մենաշնորհն է խրովյալ սրտերը խաղաղեցնելու։ Փառք ուտանք Աստծո համար։ Փյուրավորներ կվգայեն, որ Հիսուս խաղաղության իշխան է։ Ան մասնակետ է իրեն եկողներու կյանքերը հանգստացնելու, խղճերը հանդարտեցնելու, հանգստացնելու։ Ան չսավ ինձ եկեք, ով բոլոր հոգնած ու բեռնավորվածներ։ Ես ձեզ պիտի հանգչեցնեմ։ Հանչիլի մեջ խաղաղություն ալգա, խղճի հանգստություն ալգա։ Ով գրծած է ասել, ոչ մեկը։ Հիսուս, այո, խաղաղության իշխան է։ Որքան կարևոր է, թե մարդը
իր կյանքի մեջ խաղաղություն ունենա։ Խաղաղություն ունենա։ Անորաբար Հիսուս երբ Սամարացի գնոջ հետ կխոսի, գսե միայն թե գիտնաս ով է քեզի հետ խոսողը։ Երանի գիտնայիր Աստուծո շնորհքը։ Հիսուս խաղաղության իշխան է։ Եվ մարդը, որ պետք ունի այս խաղաղության, կարելի է միայն այն ադեն, երբ խաղաղության իշխանը ընդունի սրտի մեջ։ Անգերց կուզեմ լալ ցեզի հետ։ Մենք կուզենք խաղաղություն աշխարհի վրա, անշուշտ եւ գաղութենք, որ ասված խաղաղություն դա խրովյալ երկիրներուն համար գաղութենք, բայց պետք չէ որնանք, որ խաղաղությունը մարդուն սիրտեն կսկսի։ Մենք մեզ չխափենք եւ մեր ցուցամադին յետին չբահվենք։ Խաղաղությունը ներսեն կսկսի։ Երբ խաղաղության իշխանը գմերժե մարդը, ինչպես խաղաղություն պիտի ունենա։ Ժամանակավոր պիտի լա այդ խաղաղությունը, բայց պետք է սիրտի խաղաղություն է։ Սրտի մեջ պետք է մարդը խաղաղություն։ Երևակայեցեք այս շրջանի մեջ բոլոր մարդոց սրտերում մեջ խաղաղության իշխանը դիրեր, թագավորեր։ Թուրը չէր գղբեր։ Թրանթուրսը կամերաներ տնելու պետք չէր ունենար։ Բայց հիմա վստահություն չի գա, գվախնաս, բնական վախ է աս։ Ինչու որտեղ մարդիկ Քրիստոսի հերու են, ուրեմն աղոթենք, որ Աստված կործե մարդոց սրտերում մեջ, որպես անոնք ընդունի խաղաղության իշխանը։ Մարդը ինչ միջոցներ կգործած է, որպեսի խաղաղ լա եւ երջանիկ կյանք ապրի, սակայն պիտի չհաճողի։ Չեմ ուզեր ցեզ խափել, պիտի չհաճողի։ Մինչև այն ադեմ, որ գմերժե խաղաղության իշխանը, պիտի չհաճողի։ Թեև մենք պիտի աղոթենք ճշմարիտ մնայուն հավիտենական խաղաղությունը, ամեն մտքե վեր եղող խաղաղությունը, ակնկալել, որ ունենալ առանց խաղաղության իշխանին կարելի չէ։ Ուրեմն, որքան մեր բարդականությունը լուրջ է, լուրջի պետք է առնենք եւ մեր ծրագիրներու մեջ առաջին տեղը պետք է տնենք ուրիշներուն համար աղոթել, որ Աստված կործե մարդոց սրտերու մեջ։ Նեղություններու եւ դժվարություններու մեջ խաղաղություն ունենալը հիմք ունի եւ վիճակիմը արդյունքն է։ Ուր գտեսնենք, լավ լսենք։ Արդ հավատքով արդարացած լալով ինչ ունենք, խաղաղություն ունենք Աստուծո հետ։ Խաղաղություն սրտի մեջ, խաղաղություն Աստուծո հետ, խաղաղություն մեր շրջիններուն հետ։ Այնադեմ մեկը մույսին վնաս չուզեր հասցնել։ Այս է խաղաղության իշխանը, Հիսուս, որ Փեթլեհեմի մեջ ծնավ։ Փառք ուտանք Աստծո համար։ Ինչ օգտված ես Քրիստոսի ծնունդեն։ Հիսուսը քեզի համար ով է։ Սկանչելի է իրավ, ինչպես որ գարտացինք, խորհրդագից է, հզորացված է, հավիտենական հայր է քեզի համար, մարգարեն գսե, այդպես է, բայց թուն գվայլես, խաղաղության իշխան է։ Այո, Հիսուսի մարմնացումով Աստուծո մեզի հետ ըլլալը հաստատվեցավ, անոր համար գսե, ան որ քեզ մե պիտի ծնանի եւ ոստեղը խաղաղության իշխան, Գույս Մարիամին ալ գսե Մատթեոսի մեջ, որ գարտացինք, ագույսը պիտի հղանա ու որդիմը պիտի ծնանի եւ անոր անունը Էմմանուել պիտի գոչեն, որ գթարգմանվի Աստված մեզի հետ։ Բոլոր գրողները իրենց հետևորդներուն գսեն Աստված մեզի հետ է։ Ոյ մեկը չսեր, Աստված մեզի հետ է գսեն,
հագարակը սող չի գա, բոլոր գրողները։ Սակայն հարցը ինչ գսվի չէ, հարցը ըսվածը ճշմարտություն է, քրիստոնյաներուն Աստվածը Հիսուսով մարմնացավ, մեր Աստուծույն կտած ողորմության համար գսե, Ձակող արեքագը վերեմ մեզի այցելության եկավ Ղուկասու առաջին գլուխի մեջ, այնպես որ Աստված մեզի եկավ մեղքին հարցը լուծելու համար, մարմնացյալ Աստված հաշտության թերը կատարեց, մեղավորը իր անձին հետ հաշտեցնելով, մեր Աստվածը ուրիշ է, մարմնացավ Հիսուս է, մեղավոր մարդը Աստուծո զավակ դառնալու երաշխիքը միայն Հիսուս է, ինչ որ մյուս գրողները չունին այս ճշմարտությունը, Դեր Հիսուս մարմնացյալ Աստված ըլլալը հաստատեց գործով և խոսքով իր կատարած հայտարարություններով փառք ուտանք այս է մեր փրկիչը ընդունած ես այն սրտիդ մեջ որպես խաղաղության իշխան այո Աստված մեզի հետ է որովհետև Քրիստոս ծնավ և հայտնեցավ ցեզի մեզի մեծ ավետիս թող աստորտությունը այս նոր դարվա մեջ շարունակ ցեզի հետ լա առաջնորդեց ես իր իմաստությունով որպեսզի կարենանք դերը փառաբանել բոլորս միասին իր փառքին համար ամեն Շնորհակալ ենք Տերոջմեն այս կարևոր պատգամին համար, սակայն իր հատկանիշներուն խաղաղության իշխան ըլլալուն համար դակավին բոլոր հավատացյալներ պիտի տեսնեն աշխարհի վրա ապրածադեն առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմներուն որքան որ մարդ մեռավ անգե հետո Միացյալ ասկերու գազམ་ագերբություն մահարաճ եկավ, որբեսի խաղաղություն լա։ Եվ սակայն երկու պատերազմներեն ավելի մարդ մեռած է այդ խաղաղության գազམ་ագերբությունը ստեղծվել են յետք։ Սակայն երբ Տեր Հիսուս Քրիստոս աշխարհի վրա 1000 տարի թագավոր է, այնպիսի խաղաղություն պիտի վայելի աշխարհ, որ ժողովուրդը երբեք տեսած չէ։ Փառքը լայր Սուրբ անվան։ Մեր Բաշտամունքը վերջացնենք երկելով 507-րդ երգին առաջին, երկրորդ և չորրորդ տուները փոքրիկ քաղաք Բեթլեհեմի
ով սուրբ մանուկ Բեթլեհեմի իջիր մեզի այսօր թող սկսի մեր մեջ նոր կյանք ծնունդդ նոր հզոր անթիվ սրբոց էդ մերա դրդրակնար ոսկե թեր օշուտ եկուր նագե մեր մեջ դեր մեր Դեր Հիսուս, որքան փառք կուտան քեզի, որ հոժարեցար մեր սրտերու մեջ փնագիլ, Փառքեստեր առաջնորդել մեզ, ուրախացնել մեր կյանքը, փառք կուտանք Դեր Հիսուս, դու նսկանչելի ես քու բոլոր գործերուդ մեջ, խոսքերուդ մեջ, դու մեր փրկիչն ես, մեր թագավորն ես, մեր Տերն ես, մեր ամեն բանն ես, ամեն բանի մեջ, առաջինը ու վերջինը Շնորհակալ ենք Տեր, գաղութենք, որ այս օրերուն շատերուն փրկիչը ըլլաս, քո հոգիդ այնպես մգործե, որ մարդիկ արթնան, զգաստանան եւ Տեր խոնարելով քեզի դառնան եւ ընդունին քեզ որպես փրկիչ։ Տեր այս խորհրդածությունը մեր սրտերու մեջ թրոշմես եւ այս եկող նոր դարվան մեջ, դարին եւ ամբողջ քալի կորերը Տեր ցերքերու կանցնենք Առաջնորդես մեզ ինչպես որ դու կգամենաս, փառքիդ համար կխնդրենք, ամեն։